Սիրելի գաղափարակիցներ և զինակիցներ, Հայոց համազգային շարժման և այնուհետև Հայ ազգային կոնգրես շարժման հավատավոր մասնակիցներ։ Ես այսօր չեմ ներկայացնի կուսակցության հաշվետվություն։ Այն քաղաքական ուժը, որն այսօր հավաքվել է այս պատմական դահլիճում, սովորական կուսակցություն չէ։ 88-ից ի վեր մենք եղել ենք և մնում շարժում մեր ժողովրդի ամենախորին և նվիրական իղձերի կրող հավաքական մի ուժ, որը երբեք չի սահմանափակվել գետ սոցիալական դասակարգերի կամ հասարակական խմբերի օրակարգերով, այլ միշտ ձևակերպել է երկրի գլխավոր մարտահրավերը և առաջնորդվել մեր ժողովրդին գլխավոր խնդրի լուծման ուղղությամբ։ Այդպես է եղել 1988-ից 1991 թվականները, երբ Ղարաբաղ կոմիտեի, իսկ այնուհետև Հայոց համազգային շարժման ղեկավարած շարժումը առաջնորդեց մեր ժողովրդի պայքարը Ղարաբաղի ազատագրման, Հայաստանի անկախության, երկրում ազատ շուկայական տնտեսության և ժողովրդավարական կարգերի հաստատման համար։ Այդպես է եղել, երբ մեր կուսակցությունը դարձավ նորանկախ Հայաստանի առաջին իշխող կուսակցությունը և ղեկավարեց հայ ժողովրդի հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում, Հայաստանի առաջին ժողովրդավարական սահմանադրության ընդունումը և տնտեսության կենսունակության ապահովումը պատերազմի և շրջափակման պայմաններում։ Այդպես էլ շարունակվեց, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը 2007-ին վերադարձավ քաղաքականություն և նորից գլխավորեց ժողովրդի շարժումը ժողովրդավարության հաստատման համար։ Ի դեպ, խորհրդանշական եմ համարում, որ Ղարաբաղ կոմիտեի 11 անդամներից 8-ը Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանո Սիրադեղյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Մանուչարյանը, Սամվել Գևորգյանը, Ալեքսան Հակոբյանը և Սամսոն Ղազարյանը ակտիվորեն աջակցեցին վերածնված շարժմանը։ Եվ ես կխնդրեի ձեզ բոլորիդ ողջունել այստեղ գտնվող Ղարաբաղ կոմիտեի անդամներ Բաբկեն Արարքցյանին, Ալեքսան Հակոբյանին, Սամսոն Ղազարյանին, ինչպես նաև Ռաֆայել Ղազարյանի և Վանո Սիրադեղյանի ընտանիքների անդամներին, ովքեր նույնպես ներկա են այստեղ մեզ հետ։ Լինի դա 2008 թվականի նախագահական ընտրարշավը, ետընտրական շուրջօրյա հանրահավաքները, մարտի 1-յան իրադարձությունները, օգոստոսի 1-ին Հայ ազգային կոնգրեսի ստեղծումը, 2008-ից 2011 թվականներին կոնգրեսի պայքարը քաղբանտարկյալների ազատման և հանրահավաքների ազատության իրավունքի վերականգնման համար, լինի դա 2011-ին Հայ ազգային կոնգրես իշխանություն երկխոսությունը և դրան հետևած երկրորդ շուրջօրյա ցույցերը, մեր քաղաքական ուժը միշտ եղել է քաղաքական զարգացումների կիզակետում, կատարելով ժողովրդի ձգտումների արտահայտողի և պայքարի սահմանադրական շրջանակներում նրա քաղաքական ակտիվության գլխավոր կազմակերպիչի դերը։ Ժողովրդական զանգվածների ակտիվ ներգրավմամբ ներքաղաքական տևական և ազդեցիկ գործընթացների կազմակերպման մեր գաղտնիքը շատ հասարակ է։ Մենք միշտ կարողացել ենք գտնել երկրի ամենակարևոր, իմաստավորված և իրատեսական քաղաքական օրակարգը և դրա շուրջ կառուցել հանրահավաքային գործընթաց, որն էլ հնարավոր է դարձրել ընտրված օրակարգի ծավալումը և իրականացումը։ Այս տրամաչափի կուսակցության, իսկ իրականում շարժման, գործունեության հաշվետվությունը հետևաբար առաջին հերթին հաշվետվություն է մեր առաջնորդած առանցքային գործընթացների մասին։
որոնց ես կանդրադառնամ հիմա հաջորդիվ։ Առաջինը դա Հանրապետական կուսակցության քաղաքական մեկուսացման ծրագիրներ հանրահավաքային եւ խորհրդարանական համատեղ ճնշումների միջոցով 2013-ից սկսած մինչև 2015 թվականի փետրվարը։ 2011 թվականի երկխոսության եւ դրան հաջորդած շուրջօրյա հանրահավաքների արտահերթ ընտրությունների անցկացման պահանջների կատարման ձախողումը առաջացրեց նոր ռազմավարության մշակման անհրաժեշտություն։ Ակնհայտ էր, որ Հայ ազգային կոնգրեսը չի կարող միայն ընդդիմության ուժերով լուծել իշխանափոխության հարցը։ 2011 թվականի նոյեմբերի 25-ի հանրահավաքի ժամանակ հայտնի քաղաքագիտական վերլուծության հիման վրա որդեգրվեց ԲՀԿ-ի եւ այլ ուժերի համագործակցության հիման վրա իշխող Հանրապետական կուսակցության քաղաքական մեկուսացման ծրագիրը։ Արդյունքում ԲՀԿ-ն հրաժարվեց Հանրապետական կուսակցության հետ միասնական ցուցակ կազմելուց, իսկ ընտրություններից հետո դուրս եկավ իշխանական կոալիցիայից։ Հակառակ լայնածավալ ընտրակեղծիքների 2012 թվականին Հայ ազգային կոնգրեսին հաջողվեց պարտադրել ռեժիմին թեև փոքրաթիվ, բայց ակտիվ խմբակցության ներկայությունը խորհրդարանում։ Խմբակցությունը հանդես եկավ մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, որոնց շուրջ հնարավոր դարձավ համախմբվել 4 ոչ իշխանական խմբակցություններին՝ Հայ ազգային կոնգրես, Բարգավաճ Հայաստան, Հայ հեղափոխական դաշնակցություն, Ժառանգություն։ Մեծ հանրային հնչեղություն ստացան այլընտրանքային ընտրական օրենսգրքի եւ հակամենաշնորհային օրենսդրության ընդունման նախագծերը, Մարտի 1-ի իրադարձությունների քննության հարցով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման առաջարկը, Գազամատակարարման համակարգի գործունեություն ուսումնասիրող ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը եւ դրա եզրակացության հրապարակումը, Հայաստանի Հանրապետությունում առաջացած կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին ազգային ժողովի հայտարարության նախագծի քննարկումը, բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատեցելու մասին օրենքի նախագիծը։ Օրենսդրական այս ակտիվությունը շատ արագ զուգորդվեց նաև հանրահավաքային պայքարի, սահմանադրական դատարան դիմելու եւ ընդդիմության օրակարգով արտահերթ նիստեր հրավիրելու գործողությունների հետ, ինչը բավականին դժվար եւ քաղաքականապես մեկուսացված վիճակի մեջ դրեց հանրապետական իշխանություններին։ Քարյակն ակտիվ աջակցություն ցույց տվեց կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամների դեմ պայքարին եւ մասնակցեց համատեղ կազմակերպված հանրահավաքներին։ 2014 թվականի մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսը կազմակերպեց բազմահազարանոց հանրահավաք, որում Լևոն Տեր-Պետրոսյանը ազդարարեց 4 խորհրդարանական ուժերի մասնակցությամբ հրաշալի քարյակի ստեղծումը։ Քարյակի գործունեության հետևանքով պարտադրվեց Տիգրան Սարգսյանի հրաժարականը, իր կառավարության հրաժարականը, ինչպես նաև կայացավ լայն հասարակական հնչեղություն ստացած 12 գումարած 1 ընդդիմության միասնական պահանջների մշակումը եւ առաջքաշումը։ Մինչ 2014 թվականի սեպտեմբերի 30-ի վերջնաժամկետը 12 պահանջները բավարարվել էին ընդամենը մասնակիորեն։ Միևնույն ժամանակ իշխանությունները հստակեցրեցին Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման ուղղված սահմանադրական փոփոխություններ կատարելու մտադրությունը։ Դաշնակցությունը լքեց քարյակը, սատարելով սահմանադրական փոփոխությունները։ Ստեղծված վիճակում Հայ ազգային կոնգրեսը ԲՀԿ-ի եւ Ժառանգության հետ համատեղ մշակեց հանրահավաքային դիմադրության ծրագիր։ Նպատակն էր երկրում ծավալել հանրահավաքային այնպիսի ալիք, որի հետևանքով կձախողվեն սահմանադրական փոփոխությունների միջոցով իշխանության վերարտադրման պլանները եւ երկրում կկատարվի խաղաղ իշխանափոխություն։ Հոկտեմբերի 10-ին եւ 24-ին կազմակերպվեցին հսկայական հանրահավաքներ սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու պահանջներով։
Երկրում ծայր առած դժգոհությունը եւ ժողովրդի ակտիվությունը թույլ էին տալիս սկսել շուրջօրյա հանրահավաքներ, արտահերթ ընտրություններ պարտադրելու նպատակով։ Ցավոք, ԲՀԿ-ի հետ մարտավարական անհամաձայնությունների պատճառով ծրագիրն իրագործել չհաջողվեց։ Հանրահավաքային արշավի հապաղումը թույլ տվեց ռեժիմին անցնել հակագրոհի։ Կազմակերպվեցին բռնություններ ընդդիմության ակտիվիստների նկատմամբ։ Երբ ի վերջո փետրվարի 15-ին որոշվեց, որ փետրվարի 20-ից սկսած մենք անելու ենք շուրջօրյա հանրահավաքներ, ԲՀԿ-ի ղեկավարության եւ ակտիվիստների դեմ բռնությունների, ճնշումների եւ սպառնալիքների շնորհիվ իշխանություններին հաջողվեց վիժեցնել շուրջօրյա հանրահավաքների ծրագիրը։ Չնայած մեկուսացման ծրագիրը չհասավ վերջնական նպատակի իրագործմանը, 3 տարիների համագործակցությունը այլ քաղաքական ուժերի հետ ռեժիմի դեմ թույլ տվեց ակտիվ վիճակում պահել ռեժիմին դիմադրելու հասարական քաղաքական գործընթացները եւ բազմաթիվ աղմկահարույց եւ փաստական բացահայտումներ անել իշխանությունների չարաշահումների մասին։ Ի հեճուկս դատարկախոս քննադատների սա համարում եմ հաջողություն։ Երկրորդ գործընթացը, որին ես կուզեի անդրադառնալ, դա սահմանական հանրաքվեն ռեժիմին անվստահություն հայտնելու վերացման գործընթացն էր 2015 թվականի մարտից դեկտեմբեր։ Եռյակի կազմալուծումից հետո Հայ ազգային կոնգրեսը մշակեց իշխող ռեժիմին դիմակայելու նոր քաղաքական ծրագիր։ 2015 թվականի մարտի 1-ի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն վերածելու է Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու գործընթացի։ Խնդիրը հատկապես դժվարին էր, քանի որ իշխանություններին եռյակի կազմալուծումից հետո հաջողվել էր հասնել մի իրավիճակի, երբ երկրի հիմնական քաղաքական ուժերը դադարեցրել էին դիմադրությունը սահմանադրական փոփոխություններին։ Հայ ազգային կոնգրեսը եւ Հայաստանի ժողովրդական կուսակցությունները ստեղծեցին ոչի միասնական շտաբ, որն էլ ստանձնեց սահմանադրական փոփոխությունները մերժելու ընտրարշավը եւ ոչի ընտրարշավը դարձավ հիրավի համաժողովրդական։ Անցկացվեցին բազմաթիվ հանրահավաքներ եւ հանդիպումներ Հայաստանի 200-ից ավելի բնակավայրերում։ Ժողովրդի աջակցությամբ հավաքվեցին ընտրարշավը կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցները։ Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցեց ամբողջ քաղաքացիական հասարակությունը։ Հանրաքվեն անցավ ժողովրդի բարձր մոբիլիզացիայի պայմաններում ու թեև հռչակվեց իշխանությունների հաղթանակը, եւ մեր հասարակության եւ միջազգային հանրության համար ակնհայտ էր, որ ոչն իրականում տարել է ջախջախիչ հաղթանակ։ Հայ ազգային կոնգրեսը կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ սահմանադրական դատարանին ներկայացրեց հանրաքվեի արդյունքների համատարած եւ համակարգված կեղծման բազմաթիվ ապացույցներ։ Ու թեև երկու պետական մարմիններն էլ Սահմանադրության եւ օրենքների կոպիտ խախտումներով մերժեցին հանրաքվեի արդյունքներն անվավեր հայտարարելու դիմումը, հրապարակված փաստաթղթերը ավելի քան բավարար էին հայաստանյան եւ միջազգային հանրությանը հասկանալու համար, որ տեղի է ունեցել մոտ 600,000 ձայների ծավալի հասնող ընտրակեղծարարություն, որը գլխի վայր շրջել է ժողովրդի կամարտահայտությունը։ Այս գործընթացում մեր գլխավոր հաջողությունը ժողովրդի բոլոր կանխատեսումները բոլոր կանխատեսումները շրջող եւ իշխանություններին շփոթմունքի մեջ դնող ժողովրդի մոբիլիզացիան էր։ Հանրաքվեի անհերքելի կեղծման բացահայտումը եւ հայաստանյան քաղաքականության մեջ Հայ ազգային կոնգրեսի առաջատար դերի վերահաստատումը, ինչպես մեր հասարակության, այնպես էլ միջազգային հանրության աչքերում։ Եվ երրորդ գործընթացը
դա 4 ձևաչափով ընտրական օրենսգրքի փոփոխության բանակցությունները եւ համաձայնագիրը գործընթացներ, որը տևեց 2016 թվականի փետրվարից նոյեմբեր։ Հարաքվեի արդյունքների ակնհայտ կեղծումը եւ Հայաստանի կոռումպացված ընտրական համակարգի նկատմամբ համատարած դժգոհությունը եւ Հայաստանում եւ միջազգային հանրությունում թույլ տվեցին Հայ ազգային կոնգրեսին հանդես գալ նոր քաղաքական ծրագրով։ Մեր կուսակցության նախաձեռնությամբ անցկացվեցին բազմաթիվ հանդիպումներ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում հնարավոր եղավ հանդես գալ ընտրական օրենսգրքի փոփոխության 5 առանցքային պահանջներով։ Այդ պահանջների շուրջ տեղի ունեցավ ամբողջ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կոնսոլիդացիա, մի բան, որ երբեք չէր եղել։ Կոնգրեսի ակտիվ դիվանագիտական աշխատանքը Եվրոպական միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ-ի, ԵԽԽՎ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի ներկայացուցիչների հետ նպաստեց այդ առաջարկների աջակցմանը միջազգային հանրության կողմից։ Շնորհիվ նման կոնսոլիդացված արտաքին եւ ներքին ճնշումների իշխանությունները ստիպված էին ընդունել կոնգրեսի առաջարկած 4 ձևաչափով բանակցությունները եւ գնալ էական զիջումների։ Բազմաթիվ դժվարին փուլերով անցած բանակցությունները ի վերջո արդյունք տվեցին պսակելով 5 խորհրդարանական ուժերի միջև ստորագրված համաձայնագրով։ 15 տարի դիմադրելուց հետո իշխանությունները վերջապես համաձայնվեցին ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանը եւ տեղամասերում ինտերնետային հեռարձակում եւ տեսագրում ապահովող տեսախցիկների տեղադրմանը։ Հաստատվել են նաև օրինականության վերահսկման այլ մեխանիզմներ, ինչպիսիք են օրինակ փաստաթղթերով ընտրողների իդենտիֆիկացիայի համար օգտագործվող տեղեկատվական շտեմարանի աուդիտը միջազգային հանրության կողմից եւ ներդրվող էլեկտրոնային համակարգի վերահսկման այլ միջոցներ։ Համաձայնագիրը լուրջ երաշխիքներ է ստեղծում ուրիշի փոխարեն քվեարկության դեմ եւ տեղամասերում օրինականության պահպանման համար, ինչը հավասարազոր է մոտ կես միլիոն ձայների կեղծման կանխարգելմանը։ Եվ չեմ կարող չխոսել նաեւ ապրիլյան պատերազմի հետ կապված կուսակցության վարքագծի մասին։ Ապրիլյան պատերազմում եւ հետագայում կոնգրեսի եւ նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումն ու գործողությունները վճռորոշ դեր խաղացին ներքաղաքական կայունության, վտանգի դեմ համազգային համախմբման գործում, նպաստելով ռազմաճակատի ամրապնդման եւ կոշտ դիրքերից բանակցություններ վարելու հնարավորություններին։ Ամփոփեմ խոսքս։ Հաշվետու ժամանակաշրջանում մենք ունեցել ենք լուրջ հաջողություններ եւ ձեռքբերումներ, բայց նաեւ դժվարություններ եւ միշտ չէ, որ հասել ենք մեր առջև դրված նպատակներին։ Բայց մեկ բան ակնհայտ է. Հայ ազգային կոնգրեսը շարունակում է հավատարիմ մնալ իր գլխավոր առաքելությանը։ Այն է ճշգրիտ սահմանել ազգային կենսական շահերից բխող առաջնային օրակարգը եւ ժողովրդի լայն զանգվածների ներգրավմամբ կառուցել այդ օրակարգի իրականացման համար անհրաժեշտ քաղաքական գործընթացը։ 88-ից հետո լավ թե վատ միայն մեզ է դա հաջողվել։ Առաջիկա ներքաղաքական գլխավոր օրակարգը եւ գործընթացը 2017 թվականին ազգային ժողովի ընտրություններն են։ Հին սահմանադրության պայմաններում մեր ժողովուրդը միայն նախագահական ընտրությունների հետ էր կապում իշխանափոխության հնարավորությունը։ Մենք պետք է կարողանանք հասցնել ժողովրդական լայն զանգվածներին, որ ազգային ժողովի ընտրությունները նոր սահմանադրության պայմաններում ավելի մեծ նշանակություն ունեն, քան անգամ նախագահական ընտրությունները հին սահմանադրությամբ։ Վստահ եմ, որ մեզ կհաջողվի քաղաքականացնել ազգային ժողովի ընտրությունները, ինչպես հաջողվեց միայնակ քաղաքականացնել սահմանադրական հանրաքվեն։
Ընտրությունների մենք պետք է գնանք Հայաստանի արտաքին եւ ներքին խնդիրների լուծման հստակ ծրագրով։ Այդ ծրագիրը եւ դրա գլխավոր ուղղությունները նշված են ձեզ բաժանված բանաձևի նախագծի մեջ։ Խնդրում ենք լրջորեն այն քննարկել։ Պատմությունը ցույց տվեց, որ մենք շարունակում ենք մնալ միակ քաղաքական ուժը, երբ որ ես ասում եմ միակ ուժը, ես նկատի ունեմ իհարկե մեր դաշնակցի հետ միասին, մեր Հայաստանի ժողովրդական կուսակցությանը նույնպես։ Միակ քաղաքական ուժը, որը ունակ է ասել ճշմարտությունը սեփական ժողովրդին, եւ այսօր դուք դրանում մեկ անգամ եւս կհամոզվեք։ Ստեղծված իրավիճակի սթափ գնահատականով, բաց ճակատով, վստահ մեր ուժերի վրա դեպի հաղթանակ, որը կոփելու ենք միասին։